Խոսում ենք չիլնեն, չխոսենք չիլնի, հարգարժան դատան, իրականում տպավորությունն է, որ մեր մեղադրողները ամեն դատի մեզ զարմացնում են։ Շատ ստեղ քննարկում որ ասում են իրավաբանություն ես ինչ մարդը չգիտի, իրավաբանության իմանալու խնդիր չկա, մեր հարգարժան Խուդոյանն ասում է այն սկզբից, որ թույլտվություն են ստացել, մեզ գաղտնալսել են ու այս գաղտնալսումից է այս ամեն պրոցեսը շինծու գործը սկսել, որ այս գործը այս հատորները կա, ասում հələ եկեք տեսնենք, սա օրինական է, թե օրինական չի, սա շատ պարզ է, օրենք պետք չի իմանալ, շատ հասարակ տրամաբանական հարց ասում, որ եկեք դա անեն, եթե պարզվի, որ արդարություն լինի եւ ձեր նախագահության պարզի, որ այդ գաղտնալսումները, որ մեզ արել են, անօրինական է եղել, էլ մեկ ստեղ անելիք չունենք։ Բայց բնականաբար, քանի որ մեղադրողները հասկանում են, որ կարող է փուլը լինի եւ տես լինի, բնականաբար ասում են, եկեք մերժենք, ապացույցներ ուսումնասիրենք։ Հիմա պատկերացրեք, մի 6 ամիս ապացույցներ ուսումնասիրում ենք, հետո նորից ասում են, եկեք անդրադառնանք Խուդոյանի հարցին ու պարզվում է, որ այդ ամեն ինչը ապօրինի է եղել։ Դուրս է գալիս այս 9 ամիսը, որ անիմաստ ենք, հələ մի 6 ամիս էլ անիմաստ պետք է գնանք։ Բայց որ մեր հարգարժան ընկերն ասում է զարմանալու բան չկա։ Մենք բոլորս էլ հասկանում ենք եւ գիտենք, որ այդտեղ քրեական գործ չկա, սա ժամանակի ձգում է, պետք է ձգենք մինչեւ հունիսի 7-ը, հունիսի 7-ից հետո նոր կթույլատրենք, կպարզվի, որ այդտեղ գործ չկա։ Այս զարմանքը որ կա, դա զարմանք է, դա ընդհանրապես ծրագիր է, որ պետք է իրականացվի։ Դա ստան արդեն հունիսի 7-ին ընտրությունները մինչեւ հունիսի 8-ը պետք է մնա տնային կալանքի տակ։ Սեփազանը պետք է մնա կալանքի տակ, որտեղ սա է խնդիրը։ Խնդիրը դրված է իր սկզբանը, որ մեկ-մեկ sense անկես լուրջ ասում եք, ստեղ արդարադատությունը Այնորեն հերոստացիչով տես մի հատ բան էին դրել, որ ժամանակի, որ Նիկոլ Փաշինյանին մնացականը ոչ մազգանկարած սխալ եմ ասում դատում է, ասում է ստեղ ինքը չի նստած, ստեղ նստած է Սերժ Սարգսյանը։ Հիմա տպավորությունը, որ ստեղ որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանը, ոնց ասում է տենց հերթականությունը գնում է։ Հիմա այս մարդը ինչ է ասում, ասում է եկեք մի հատ տենանք, որ այս ամեն ինչը ստեղծվել է, որը մենք ասում ենք շինծու է, մեղադրողներ ասում են չէ, ահաբեկիչներ են։ Եկեք տենանք այս թույլտվությունը եւ ամեն ինչը օրենքով էր, թե չէ, եթե օրենքով էր, եկեք քննեք Խուդոյանի ասածը, հիմնավորեք, որ այո, ազգային անվտանգությունը իրավունք ունի գաղտնալսեք, իրավունք ունի օպեր վարչությունը տալուկես հետևի մեջ, եթե իրավունք ունի նորմալ է, հիմնավորեք գնացեք առաջ։ Ամեն անգամ զարմացնելու բան չկա, ամեն անգամ հիմնավորում է, որ սա քաղաքական պատվեր է եւ շինծու գործ է։ Շնորհակալություն։